Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Աշխարհում չկան պատահականություններ կամ քողարկված շահեր։ Մինչ Երևանը ռուսական իրական գազին փոխարինող է առաջարկում Թրամփի երթուղու վիրտուալ խողովակները, իրականում այդ ճանապարհը տանում է դեպի Բաքվի եւ Անկարայի էներգետիկ կախվածություն։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում Տողատակում հաղորդաշարն է։ Որտեղից Հայաստանը կստանա կապույտ վառելիք, եթե Ռուսաստանը փակի փականը։ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակով զգուշացրել է Երևանին, որ դեպի ԵՄ ինտեգրման կուրսի պատճառով Մոսկվան կարող է դադարեցնել գազի, նավթի եւ ալմասների մատակարարումը, իսկ Դմիտրի Մեդվեդևը հեգնանքով առաջարկել է արդեն իսկ բանակցել ԱՄՆ-ից հեղուկ գազ գնելու շուրջ։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանին այլընտրանքներ կան եւ Թրամփի երթուղով կառուցվելու է խողովակաշար, որտեղից Հայաստանը վառելիք կստանա որպես տարանցման վճար։ Սակայն, չնայած ԱՄՆ-ի հետ ստորագրված շրջանակային փաստաթղթին, մոտակա հեռանկարում նոր գազամուղների կառուցումն անհնար է։ Ռուսական կողմի նախազգուշացումն ունի հստակ իրավական եւ տնտեսական հիմքեր։ Մոսկվան պարզապես ֆիքսում է գոյություն ունեցող կանոնները, հասկացնելով, որ դաշնակցային արտոնյալ գներն ու տնտեսական լայն բոնուսները, օրինակ էժան գազն ու ալմասների հումքը, տրվում են միայն ռազմավարական գործընկերության շրջանակներում, եւ եթե Երևանը փոխում է իր վեկտորը դեպի ԵՄ, ապա պետք է պատրաստ լինի անցնելու շուկայական հարաբերությունների։ Սա միջազգային քաղաքականության մեջ ընդունված սառը հաշվարկ է, որտեղ յուրաքանչյուր պետություն պաշտպանում է իր շահերը եւ հրաժարվում է սուբսիդավորել մի տնտեսություն, որը ձգտում է դեպի հակադիր ճամբար։ Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Թրամփի երթուղով անցնելի խողովակաշարի մասին կրում է բացառապես ներքաղաքական էմոցիոնալ բնույթ եւ ուղղված է ընտրողների շրջանում հնարավոր տագնապը մեղմելուն։ Տողատակում ակնհայտ է դառնում, որ Հայաստանի գործող իշխանությունը չունի էներգետիկ դիվերսիֆիկացման իրատեսական ու արագ գործող պլան եւ ռուսական իրական էժան վառելիքին փոխարինելու է առաջարկում աշխարհաքաղաքական վիրտուալ նախագծեր, որոնց իրականացումը պահանջում է տարիների աշխատանք, միլիարդավոր դոլարների ներդրումներ եւ ամենակարևորը՝ կայուն խաղաղություն։ Ամենաէական թաքնված իրողությունն այն է, որ ցանկացած այլընտրանքային տարանցիկ խողովակաշար, որն ապագայում կանցնի Հայաստանով, աշխարհագրորեն եւ տեխնիկապես կապված է լինելու Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Սա նշանակում է, որ ռուսական էներգետիկ կախվածությունից ամեն գնով պոկվելու ձգտումը Հայաստանին ոչ թե բերելու է բացարձակ անկախություն, այլ ուղղակիորեն տանելու է դեպի թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածության, էներգետիկ նոր եւ ավելի վտանգավոր։ Ամերիկյան կողմի համար Սա հարմար գործիք է տարածաշրջանում սեփական ազդեցությունն ընդլայնելու եւ Հայաստանին Ադրբեջանի հետ հաշտեցնելու օրակարգ մղելու համար, սակայն Հայաստանի համար սա վերածվում է աշխարհաքաղաքական թակարդի։ Հրաժարվելով Մոսկվայի հետ փոխշահավետ տնտեսական երկխոսությունից հանուն արևմտյան անորոշ խոստումների, Երևանը ռիսկի է դիմում կանգնել էներգետիկ կոլապսի առաջ, քանի որ Թրամփի երթուղին այսօր ընդհանրապես թղթի վրա գծված միջանցք է, իսկ գազի փակմանն ու ձմեռային իրական հաշիվները չափազանց շոշափելի իրականություն։ ԱՄՆ-ն պատրաստվում է արդեն այս ամռանը Կուբայում իշխանության հնարավոր փլուզմանը։ Ըստ Աքսոսի, Վաշինգտոնը չի պլանավորում ռազմական ներխուժում, այլ ուժեղացնում է տնտեսական ճնշումը, հատկապես հարվածելով Վենեսուելայի հետ ֆինանսական եւ էներգետիկ կապերին, ինչն ավելի է սաստկացել հունվարին Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո։ Թրամփի վարչակազմում կարծում են, որ էներգակիրների պակասը, շոկը եւ սննդի դեֆիցիտը ամռանը կհանգեցնեն զանգվածային բողոքների, ինչի կապակցությամբ ԱՄՆ զինված ուժերի հարավային հրամանատարությունն արդեն հատուկ զորավարժություններ է անցկացրել։ Ամերիկյան պաշտոնական շրջանակների այս արտահոսքի տողատակում թաքնված է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Լատինական Ամերիկայում իրականացվող դոմինոյի էֆեկտի աշխարհաքաղաքական մեծ ստրատեգիան։ Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Վաշինգտոնն անցել է տարածաշրջանի հակաամերիկյան վերջին հենակետերի վերջնական կապիտուլյացիային եւ Կուբան այս շղթայի ամենաթույլ օղակն է։ Տեքստի գլխավոր տողատակն այն է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է 20-րդ դարի ավանդական ռազմական ներխուժումների մոդելից եւ կիրառում է հիբրիդային խեղդման տակտիկա։ Ցինիկաբար հաշվարկելով ամառային շոկը, էլեկտրաէներգիայի անջատումներն ու սննդի դեֆիցիտը, Սպիտակ տունը ոչ թե սպասում է բնական փլուզման, այլ արհեստականորեն ստեղծում է հումանիտար աղետ, որպիսի հեղափոխությունն իրականացվի հենց կուբացիների ձեռքով, իսկ ԱՄՆ-ն հանդես գա որպես կայունացնող կողմ։ ԱՄՆ հարավային
Հրամանատարության անցկացրած գաղտնի զորավարժությունները փաստում են, որ Վաշինգտոնն իրականում պատրաստ է ուժային սցենարի, սակայն ռազմական միջամտությանը դեմ լինելու մասին թեզը հրամցվում է մամուլին, որպեսզի կանխվի միջազգային հանրության կողմից ԱՄՆ-ին որպես ագրեսոր պիտակավորելու հնարավորությունը։ Այս ամենի թաքնված գլխավոր նպատակն է լիովին մաքրել ամերիկյան մայրցամաքը ռուսական եւ չինական ազդեցության մնացորդներից։ Կորցնելով Վենեսուելան, իսկ այժմ կանգնելով Կուբայի փլուզման առաջ, Մոսկվան եւ Պեկինը վերջնականապես զրկվում են ԱՄՆ-ի քթի տակ ռազմավարական եւ լոգիստիկ հենակետեր ունենալու հնարավորությունից, ինչը Թրամփին թույլ կտա հայտարարել Մոնրոյի դոկտրինի հաղթական վերադարձի եւ ամերիկյան բացարձակ հեգեմոնիայի վերակենդանացման մասին իր արտաքին սահմաններում։ Ուզբեկստանը Թուրքիայի աջակցությամբ անցնում է ադրբեջանական բանակի մոդելին, ինչը ամերիկյան Ռոբերտ Լանսինգի ինստիտուտ վերլուծական կենտրոնի գնահատմամբ Անկարայի լուր, բայց լուրջ աշխարհաքաղաքական քայլն է Կենտրոնական Ասիայում։ Թուրքիան Ուզբեկստան է գործուղել բարձրաստիճան զինվորական խորհրդականների պատվիրակություն ադրբեջանական բանակի բարեփոխման հաջողված փոխը, նախագծված ըստ ՆԱՏՕ-ի ստանդարտների, այնտեղ կիրառելու համար։ Սա վկայում է տարածաշրջանում Ռուսաստանի անվտանգային մենաշնորհի աստիճանական թուլացման եւ Թուրքիայի ուղեծրում գտնվող այլընտրանքային ռազմական մոդելների հայտնվելու մասին։ Ամերիկյան վերլուծական կենտրոնի այս դիտարկումների եւ թուրքական ռազմական պատվիրակության գործուղման հետևում թաքնված է հետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժերի եւ Ռուսաստանի ռազմավարական նահանջի շատ հստակ գործընթացը։ Ուշագրավ է հենց ադրբեջանական բանակի մոդել ձևակերպումը, տողատակում Անկարան կիրառում է հանճարեղ քաղաքական բրենդինգ, քանի որ թուրքական մոդելը կամ ՆԱՏՕ-ի ստանդարտներ բացահայտ հայտարարությունը կտրուկ կգրգռեր Մոսկվային եւ Չինաստանին, մինչդեռ ադրբեջանական փորձի շղարշը թույլ է տալիս գործընթացը ներկայացնել որպես հետխորհրդային երկրների միջև սովորական համագործակցություն։ Իրականում այս քայլի թաքնված գլխավոր նպատակը Թուրքիայի կողմից թուրանական բանակի կամ թուրքական պետությունների կազմակերպության միասնական ռազմական կոնգլոմերատի ստեղծման գործնական մեկնարկն է, որտեղ Անկարան ստանձնում է գլխավոր հրամանատարի եւ զենքի հիմնական մատակարարի դերը։ Այս իրադարձությունը պատահական չէ հայտնվել ամերիկյան վերլուծաբանների ուշադրության կենտրոնում։ Վաշինգտոնի համար սա հստակ ազդակ է, որ Ռուսաստանը կլանված լինելով արևմտյան ուղղությամբ ընթացող հակամարտությամբ կորցնում է իր երբեմնի անվտանգային մենաշնորհը Կենտրոնական Ասիայում, տարածաշրջանը զիջելով ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիային։ Տողատակում սա նաև ծանր հարված է ՀԱՊԿ-ին, որի անդամ է Ղազախստանը եւ որի նախկին անդամ Ուզբեկստանը ցույց է տալիս, որ ռուսական ռազմական հովանոցն այլևս արդյունավետ ու գրավիչ չէ։ Մինչ Մոսկվան զբաղված է սեփական խնդիրներով, Անկարան բայրակթարների եւ ռազմական խորհրդականների միջոցով մտնում է մի տարածաշրջան, որը դարեր շարունակ համարվել է Ռուսաստանի փափուկ որովայնը եւ Չինաստանի տնտեսական ազդեցության գոտի։ Թաքնված նպատակն է ստեղծել մի իրավիճակ, երբ Կենտրոնական Ասիայի երկրների սպառազինությունը, մարտավարությունը եւ հրամանատարական կազմը կլինեն լիովին ինտեգրված թուրքական համակարգին, ինչը ապագայում Մոսկվային կզրկի այս երկրների վրա ռազմական ճնշում գործադրելու որևէ լծակից, իսկ Թուրքիային կդարձնի Եվրասիայի առանցքային աշխարհաքաղաքական բևեռներից մեկը։ Բաքվում կայացել է ամերիկա-ադրբեջանական առաջին տնտեսական երկխոսությունը երկու երկրների բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտից։ Բաքվի էներգետիկ շաբաթվա շրջանակում անցկացվող այս գագաթնաժողովը նպատակաուղղված է տարածաշրջանային կապուղիների, առևտրի, տարանցման, էներգետիկ անվտանգության եւ թվային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության զարգացմանը, որի արդյունքում նախատեսվում է մի շարք առևտրային համաձայնագրերի ստորագրում։ Այս պաշտոնական ու 4 տնտեսական հաղորդագրության տողատակում թաքնված է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ազդեցության գոտիների վերաբաժանման եւ Վաշինգտոնի կողմից Ադրբեջանին սեփական խաղի մեջ վերջնականապես ներքաշելու գրագետ մշակված ռազմավարությունը։ Ուշագրավ է, որ տնտեսական այս երկխոսությունը նախաձեռնում է ոչ թե ԱՄՆ առևտրի նախարարությունը, այլ պետդեպարտամենտը, ինչը ուղղակիորեն փաստում է, որ միջոցառումն ունի ոչ թե բիզնես, այլ ռազմավարական քաղաքական նպատակներ։ Տարածաշրջանային կապուղիներ եւ տարանցում ձևակերպումների տակ թաքնված է ԱՄՆ-ի բացահայտ ցանկությունը վերահսկողության տակ վերցնելու արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքները, այսպես կոչված միջին միջանցքը, շրջանցելով եւ Ռուսաստանին եւ Իրանին։ Այս իրադարձության գլխավոր թաքնված նպատակներից մեկը Բաքվին Մոսկվայից էլ ավելի հեռացնելն է, դրան առաջարկելով արևմտյան ներդրումներ, տեխնոլոգիաներ եւ արհեստական բանականության ենթակառուցվածքներ, ինչը Ադրբեջանին ավելի կախյալ կդարձնի ամերիկյան համակարգերից։ Վաշինգտոնը Ալիևին ցույց է տալիս, որ պատրաստ է փակել աչքերը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խնդիրների վրա, եթե Բաքուն դառնա արևմուտքի հուսալի էներգետիկ եւ լոգիստիկ գործընկերը։ Իրանի երիտասարդների կյանքը, եթե դուրս գանք պաշտոնական քարոզչության կամ արևմտյան լրատվամիջոցների միակողմանի պատկերներից,
Նման է երկակի իրականության մեջ գոյատևելու բարդ արվեստի։ Նրանք ստիպված են ապրել երկու տարբեր աշխարհներում՝ պաշտոնական հանրային, որտեղ կան խիստ իսլամական կանոններ, եւ անձնական ընդհատակյա, որտեղ նրանք ապրում են ճիշտ այնպես, ինչպես ցանկացած արևմտյան երիտասարդ։ Այս երկակիությունը տեղափոխվել է նաև թվային տիրույթ, որտեղ VPN ծրագրերը դարձել են յուրաքանչյուր իրանցու կյանքի անբաժանելի մասը։ Դրանց միջոցով նրանք շրջանցում են պետական ծանր ցենզուրան, մուտք գործում արգելափակված Instagram, YouTube կամ Telegram, կապվում արտաքին աշխարհի հետ, զարգացնում սեփական օնլայն բիզնեսն ու նույնիսկ կազմակերպում հանդիպումներ։ Քանի որ երկրում չկան գիշերային ակումբներ կամ բարեր, երիտասարդների սոցիալականացման ու ազատ շփման գլխավոր հարթակները դարձել են ժամանակակից ու ոճային սրճարանները, որտեղ նրանք սուրճի սեղանի շուրջ քննարկում են արվեստ, քաղաքականություն եւ նոր գաղափարներ։ Միևնույն ժամանակ սա վախի պատնեշը կոտրած եւ աննախադեպ սոցիալական խիզախություն ունեցող սերունդ է, ինչն աշխարհը տեսավ կին, կյանք, ազատություն բողոքի մեծ ալիքի ժամանակ։ Այսօր իրանցի շատ աղջիկներ մեծ քաղաքների փողոցներում արդեն ցուցադրաբար հիջաբ չեն կրում, գիտակցելով ձերբակալվելու իրական վտանգը, քանի որ պարզապես հոգնել են կրոնական պարտադրանքներից եւ ուզում են ապրել սովորական աշխարհիկ կյանքով։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։